Ազգային ժողովում քննարկվել է էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի հատկացումները, ֆինանսների նախարարը ներկայացրել է այս ճյուղով էկոնոմիկայի նախարարության բյուջեն պլանավորվել էր ավելի քան 44.5 միլիարդ դրամ, ծախսվել է մոտ 40 միլիարդ 700 միլիոնը։ 2024-ին գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքը կազմել է մոտ 958.8 միլիարդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.6%-ով։ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում բրուցելոզի դեպքեր կան, անհանգիստ էին պատգամավորները։ Փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը հայտնել է գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրով յուրաքանչյուր տարի իրականացվում է արյունառում եւ ախտորոշում։ Ոչ միայն լիազոր մարմինը, այլև կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը համեմատելով նախորդ տարվա հետ իրավիճակը ոչ այնքան մտահոգիչ է համարում։ Մտահոգիչ են կարկուտի հետևանքները եւ ոչ միայն ապահովագրական ընկերություններն են հրաժարվում պայմանագրեր կնքել գյուղացիների հետ 2023 թվականից հետո, երբ փոխհատուցված գումարը գերազանցել է հավաքագրված ապահովագրավճարի չափը։ Մինչ այս պահը կատարված հաշվարկներով կարկուտը 20-ից 100%-ով վնասել է մոտ 8740 հեկտար տարածք։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էլ ներկայացրել է մարզերում նոր աղբավայրերի բացման ընթացքը։ Կոտայ Գեղարքունիքի մասովեսպային աշխատանքները ավարտված են, մենք այնտեղ տեխնիկական հարցերը ամբողջությամբ ավարտված են, առաջիկա օրերին այդ աղբավայրը կբացվի, ավելի շատ հիմա քննարկում ենք միջազգային գործընկերների մասնակցության հարցը, հրավերներ եւ այլն, ամբողջը ավարտված են։ Մյուսների մասով մենք այս պահին ունենք նախնական ընկալում, որ մեզ եւս 3 կամ 4 այդպիսի աղբավայր է անհրաժեշտ լինելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Այս պահին ուսումնասիրություն ենք իրականացնում դրանց տեղաբաշխման մասով, առաջիկայում ավելի կոնկրետ հստակեցում կունենանք պարոն Խաչատրյան, ինչի մասին լրացուցիչ կասեմ։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ԱՏԳ-ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը հայտնում են պետեկամուտների կոմիտեից։ Սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի ծխախոտային եւ ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ԱՏԳ ծածկագիրը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից Հայաստանում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները։ Չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին տնտեսվարողները կարող են 25 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ-ԱԱ ծածկագրերը, ասվում է հաղորդագրությունում։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան առաջատար ընկերություններից մեկը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում։ Ընկերությունը նման ցանկություն է հայտնել հաշվի առնելով մեր երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճի տեմպերն ու որակյալ մասնագետների առկայությունը։ Հիմա ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք բուհերի ներուժն ու դիտարկում մաթեմատիկական եւ ինժեներական լաբորատորիա հիմնելու հնարավորությունը։ Ընկերության փոխնախագահը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական եւ Երևանի պետական համալսարանների լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական ներուժին։ Դեն Գիբոնսի խոսքով իրենք որակյալ թիմ ունեն Հայաստանում, աշխատակիցները ցուցաբերում են բացառիկ ճշգրտություն ծրագրային ապահովման մշակման մեջ, ինչը օրինակ է դարձել մյուսների համար։ Հայաստանի տեխնոլոգիական տաղանդը ոլորտում արդեն գործող ընկերությունների հաջողված փորձը, ինչպես նաև մեր ինժեներական թիմերի արդյունավետ աշխատանքն այստեղ գրասենյակ բացելու որոշման հիմք դարձան։ Մենք բարձր ենք գնահատում հայաստանյան ներուժի կայունությունը, օրինակ Սիլիկոնյան հովտում աշխատաշուկան չափազանց մրցակցային է, ինչը հաճախ հանգեցնում է դժվարությունների, իսկ ձեր երկրում մենք վստահ ցանկանում ենք երկարաժամկետ ներդրումներ անել։ Ընկերությունում այսօր աշխատում է ավելի քան 25,000 աշխատակից ամբողջ աշխարհից։ Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են 2019 թվականին, իսկ 22 թվականից Enterprise Armenia-ի հետ ներդրումային սպասարկման շահառու են։ Վերազգային ընկերությունները ընդհանրապես պատական չեն ընտրում այն երկրները, որտեղ իրեն գործունեություն են ծավալում, եւ իրենց համար շատ կարևոր է աշխատուժի որակը, համագործակցային մթնոլորտը, համագործակցային մշակույթը եւ բնականաբար երկարաժամկետ տեսլականի հնարավորությունը։ Եվ կարծում եմ այս առումով Հայաստանը մրցակցային մեծ առավելություն ունի։ Բարձր տեխնոլոգիաների եւ գիտահետազոտական հզորությունների զարգացումը Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից է, ինչի մասին փաստում են կառավարության որդեգրած խթանող քաղաքականությունը, ներդրումային էկոհամակարգի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ ոլորտում գրանցված աճն ու ցուցանիշները, ընդգծում է Enterprise Armenia-ի տնօրենը։ Enterprise Armenia-ն ուղեկցում է ընկերություններին ներդրման ամբողջ շղթայում, գործարքի կնքումից մինչև հետներդրումային աջակցություն։
Վաշինգտոնի և Պեկինի թիմերը Լոնդոնում հունիսի 9-ին կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել առևտրային տարաձայնությունները հաղթահարելու նախնական ծրագրի շուրջ։ Լոնդոնյան հանդիպումից հետո Միացյալ Նահանգների առևտրի նախարարը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել առևտրային սահմանափակումների մասնակի չեղարկման հարցում։ Հովարդ Լուտնիկի խոսքով ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել են Դոնալդ Թրամփին և Սի Ցզինփինին։ Ամերիկյան թիմը վստահություն է հայտնել, որ հազվագյուտ մետաղների հետ կապված խնդիրները կարող են լուծվել։ Վաշինգտոնը հուսով է, որ Չինաստանը կվերացնի արտահանման սահմանափակումները։ Չինական կողմը ևս բարձր է գնահատել ամերիկյան պատվիրակների հետ բանակցությունները, կարծիք հայտնել, որ առևտրային ոլորտում կարգավորումը կնպաստի երկրների միջև վստահության ամրապնդմանը և տնտեսական կապերի առողջացմանը։ Կողմերի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսին Ժնևում, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Չինաստանի համար 145% մաքսատուրքերի մասին։ Չինաստանն ի պատասխան հայտարարել է ամերիկյան ապրանքների համար 125% մաքսատուրքերի մասին։ Այնուհետև կողմերը համաձայնության են եկել փոխադարձաբար կրճատել տուրքերը։ Իտալական ժելատոն մեկ հարթակում է համախմբել Երևանի սրճարան ռեստորանների շեֆ հրուշակագործներին։ Մաստեր կլասը վարում է միջազգային որակավորում ունեցող Սվաթհիսոնին։ Փափուկ կառուցվածքով, խիտ համով ու զովացնող իտալական այս քաղցրավենիքն այսօր սիրված է ամբողջ աշխարհում։ Ի տարբերություն արդյունաբերական պաղպաղակի, որը ամիսներով պահվում է սառնարանում, ժելատոն պատրաստվում ու վաճառվում է թարմ տեղում։ Ժելատոն դա ձեռի գործ պրոդուկտ է, որը որ ջելատերիստը առավոտը վերականում, գնում է, ընտրում է իր երազանքի մոշը, մորին, բիստակը, ելակը, բերում է և սարքում է պրոդուկտ, որը որ պետք է մարդիկ գան և թարմ ուտեն, որովհետև իր պահպանման ժամկետը ընդամենը 3 օր է։ Մաստեր կլասը մեկնարկել է շնորհանդեսով, միջազգային փորձագետը ներկայացրել է ժելատոյի տեսակները, պատրաստման տեխնոլոգիան ու մատուցման առանձնահատկությունները, ապա տեղում պատրաստել տարբեր համերի ժելատոներ, հյուրասիրել մասնակիցներին, ցույց տալով իտալական աղանդերի տեսքն ու նուրբ համը։ Սա ԴՀՈՌԵԿ-ի երկրորդ նախաձեռնությունն է, նպատակը ոլորտի մասնագետներին ներկայացնել այս սարքավորումների հնարավորությունները, քանի որ որակյալ արտադրանք ստանալու համար ոչ միայն հումքն է կարևոր, այլև սարքի հետ ճիշտ աշխատանքը։ Տարվա ընթացքում այսպիսի մի քանի մաստեր կլաս է նախատեսվում տարբեր թեմաներով։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $60.63։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $60.79։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.1%-ով և մեկ ունցիայի դիմաց կազմել $3045։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.7%-ով և կազմել մեկ հատի համար $109390։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 11-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 25 լումա։ Եվրոպական արժույթի գինը կազմել է 438 դրամ 36 լումա։ Ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 86 լումա։